Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սերի ժողովուրդ։ Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք այսպես ասած ամենօրյա ռեժիմով, հաշվի առնելով ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, եւ մենք նորից ձեզ հետ միասին ուղիղ եթերում ենք։ Ունենք մի քանի հարցեր, խնդիրներ մեր ընդդիմադիրների հետ։ Մեր ստուդիայում է Բագրատ Սրբազանը, մինչ Բագրատ Սրբազանին անցնելը եւ այսպես կոչված մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերին, նախ ես մի հատ ուզում եմ հասկանանք ինչն էր պատճառը, եթե իհարկե կապ հնարավոր է հիմա հաստատել Տիգրան Ուրիխանյանի հետ, այդ ինչ ձերբակալություն էր։ Տենանք հնարավոր է ստանալ մեկնաբանություն, թե ոչ, հետո կանցնենք առաջ։ Ինչպես գիտեք, մենք տեղադրել էինք առաջինը նորություն, որ ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը։ Ալո։ Այո։ Բարև ձեզ Տիգրան Ուրիխանյան ջան։ Շատ ուրախ եմ լսելու ձեր ձայնը։ Մենք երեք տեղեկացանք մեր աղբյուրներից, որ ձեզ ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության պահանջով։ Մի երկու բառով, քանի երկու բառով մեզ կլուսաբան եք, ինչի բռին, ինչի թողին։ Այդ ինչ է։ Կարծում եմ բոլորը հիշում են, որ դեռ աշնանը կոչ էի արել ժողովրդին դուրս գալ փողոց, բառացի հետևյալ ձևակերպման։ Այսինքն կոչ ասելով իմ YouTube-ի ալիքում էի հանդես եկել եւ Facebook-ում գրառում արել, բառացի ասելով, որ ուռոդը հանձնեց Արցախը եւ ուռոդը պատրաստվում է հանձնել Հայաստանը։ Անհրաժեշտ անպայման դուրս գալ փողոց, ուրիշ տարբերակ չկա եւ դեմն առնել ուռոդի, ուռոդների։ Օգտագործելով նաեւ հետեւյալ բառակապակցությունը, որ ուռոդին անհրաժեշտ է, ուռոդների դեմն անհրաժեշտ է առնել ու ծխել դրանց։ Անմիջապես հարուցվեց քրեական գործ, ինչպես լրատվամիջոցներով հայտնեցին սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելուն ուղղված կոչեր անելու համար, չնայած ինձ ոչ ոք չհարցրեց ուռոդ ասելով ում նկատի ունեիր, կարող է ես չար հոգիներին նկատի ունեի, կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ մեկ ուրիշին նկատի ունեի, չնայած Նիկոլը բնականաբար լավ հասկացավ, որ իրան ու իր լակոտական իշխանություններին նկատի ունեմ։ Սա ակնհայտ բան է, եթե երկիրս ծախող մարդկանց սպանող Թուրքի հետույքի մեջ տեղավորված ու ապրող ուռոդ չի, բայց ավելի Բոզի տղա է, անցանք առաջ, ավելի կոնկրետ է։ Թե չէ, ուռոդ։ Հիմա այդ տղեն հարուցել տվեց քրեական գործ, եւ ենթադրում եմ, որ եղել է հարբած, ինչպես միշտ, էմոցիաների տակ անհավասարակշիռ, ասել է դրանը մի բան սարքեք, արագ գործ հարուցեք, վրան բռնեք։ Սրանք էլ փորձել են կարել եւ հայտարարել են հետախուզում։ Երկկողմանի պայմանագրի, միջպետական պայմանագրի շրջանակներում դիմել են հետախուզման համար Ռուսաստանի տարածքում, գործը հետո փոխանցվել է ԱԱՑ-ը, ուրեմն համապատասխանաբար դրանք են գործողություն արել եւ հայտարարվել է դաշնային հետախուզում Ռուսաստանի տարածքում։ Եվ երեք ձեզ բռնեցին։ Այո, բռնեցին, տարան, սկսեցին համապատասխան ընթացակարգային գործողություններ իրականացնել, որի ընթացքում հայաստանյան իրավապահներին հայտնեցին, որ բռնել ենք ձեր հանցագործին, դե ուղարկեք նյութերը, որ 48 ժամ անգամ չգիտեմ ինչքան է էքստրադիցիա անենք, արտահանձնենք, թողվա ձեր մոտ պատիժը կրի։ Սրանք նյութեր չեն ուղարկում։ Միաժամանակ ռուսաստանյան իրավապահների այդ ներկայացուցիչները խնդրում են այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է իբր առաջադրվել, ու չեն կարողանում գտնել, ախր ասում են այդպիսի հոդված մենք չենք գտնում։ Այդ ինչ հոդված է։ Նորից հարցում են անում, սրանք նորից չեն պատասխանում։ Արդեն հուսահատված, որ նյութեր չեն լինելու, փորձում են իրենց գործողությունները առանց դրա իրականացնել, ժամեր անց
գալիս է պատասխան։ Պատասխանի մեջ հայաստանյան լակոտական իշխանությունների լակոտական իրավապահները հասկանալով, որ խայտառակվել են, ուրեմն գրում են, խնդրում ենք գործողություն չիրականացնել, չձերբակալել եւ չարտահանձնել։ Բա ասա գետինը մտնեք, այ հայվաններ, ես ինչ բան ախ, լավ դուք Այստեղ մենք ճակատագրերով հազար անգամ ներողություն, այստեղ մենք ճակատագրերով շատ նման ենք, որովհետեւ նույն իրավիճակի մեջ հայտնվեցի ես Շերեմետևո օդանավակայանում նորից բռնեցին, նորից տարան ոստիկանություն, մի քանի ժամ պահին, թղթեր պահանջեցին, հայկական կողմը թուղթ չներկայացրեց։ Ասին ես մարդ ունի չեք ուզեմ, չնայած հանձնողը չենք, ՌԴ քաղաքացի է, բայց լե ասեք ինչի եք ուզեմ։ Այդպես է թղթերը չեկան։ Ու առանց գալու ասեցին, եթե անգամ գա էր, ձեզ մենք ոչ մի բան չենք կարող անել, դուք Ռուսաստանի քաղաքացիություն եք, հաջողություն ձեզ։ Ես դուրս եկա, բայց հետո դա համակարգից դուրս եք, պետքա սահմանափակել, պետքա փորձել պատժել, փնթի անգրագետ հիմարը իր փնթի անգրագետ լակոտներով հանդերձ։ Գորգորում ավերեքները վախենում են, փորձում են ասածը հրամանը կատարեն, գործ կարեն, բայց հետո հագնում են համապատասխան բանի, հաստ պատի։ Առնանդամին։ Հիմա հաջորդը որն է, այդ ինչ որ տեղեկատվական դաշտ են գցել, որ Իգրան Ուրիխանյանին ուրիշ բանով են ձերբակալել, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության։ Հիմա էլ էս հիմա արդեն սուտ է, որովհետև հիմնավորումները եկել են ուրիշ կերպ, ուրիշ հոդվածով ա եղել Ռուսաստանի ներկայացված ու պլյուս հրաժարվել են։ Հիմա ինչ կարգի անասնական էշություն, ես չգիտեմ էլ ոնց ասեմ էլի, ուրեմն համ հրաժարվում են արտահանձնել իրականացնելուց, ձերբակալելուց, որևէ գործողություն իրականացնել, համ ասում են, չէ, ուրիշ քրեական գործով է։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, օգտվելով ձեր ընձեռած հնարավորությունից, այս արդեն շատ կարևոր է։ Դիմեք Աննա Վարդապետյանին, ինքը լսում է։ Աննա Վարդապետյանը թող շատ ուշադիր լսի, որովհետև ինքը որպես գլխավոր ցանկացած քննչական գործողություն հսկող անձ կամ մարմնի ղեկավար, հետո պատասխանատվություն է կրելու դրա համար։ Ուրեմն այսքան թալանչի վիժվածք, այսքան մարդկանց արուն խմած, մարդու կյանք խեղած, թաղած վիժվածք, այսքան երկիր հանձնած, տարածքային ամբողջականության նկատմամբ հանցագործություններ արած, ազգի նկատմամբ հանցագործություն, պետական դավաճանություն, ցմահ դատապարտման ենթարկա, սրանց բերած թալանած ազգը կեղեկած նախկիններով հանդերձ, ինչքան ուռոտ կա, տո բոզի տղա կա, այս երկրագնդով հանգիստման ա գալի, շան տղա, սաղ կյանքդ շանտաժով, թալանելով, ապօրինի ձեռնարկատիրությունը որդ մտցրած ապրել ես, դու հիմա իմ հանդեպ ես ապօրինի ձեռնարկատիրություն ես հնարում, չստացվեց, ասենք, կոչերի համար, հաթդ չհասավ, հիմա ես ուզում անես, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու հոդվածով դատվելու է դրանից հետո առանձնապես խոշոր չափի մշտական պարբերականությամբ շորթում իրականացնելու համար, ասենք կյանքի տևողության ժամանակահատվածով, հետո նոր դատվելու է սպանությունների հոդվածով, պետական ազգային դավաճանության հոդվածով ու նորից եմ ասում նստելու է ապակեպատ կալանավայրում հատուկ պատրաստված, որ յուրաքանչյուր մարդ կարենա գանցնի թքի վրեն, այսինքն թքի հետ շուշեքի վրա ու բոլորը տեսնեն ոնց է ինքը այդտեղ ապրում, իրավունք չի լինելու փագել, վարագույր կախել կամ այս անել։ Ես ուզում եմ հավատալ, որ դուք էլ կհամաձայնեք եւ ես այն եզակի մարդկանցից եմ, դուք հիմա դարակ երկրորդը, ով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր բանդան չպիտի խուսափի պատասխանատվությունից։ Մնացած միանշանակ ինչի մասին նախ նա որ ուզում է իշխանափոխություն անի ալո հա ասեք նա որ ուզում է իշխանափոխություն անի իմ կարծիքով առաջին հերթին պետք է հայտարարի որ խոստում համար 1 Նիկոլը իր տերերով ու հանցակիցներով հանդերձ պատժվելու է ասա խոստում համար 1 ով որ չանի ինձ էր ասացի պես ասենց նա անեսնա Սա է իմ ասելիքը եւ վերջապես ես ողջունում եմ ձեր այն բոլոր կոչերը, որոնք ուղղված էին
այս օրերին Հայաստանում ընթացող շարժմանը գործողությունների անցնելու վերաբերյալ եւ անմիջական ձեր մասնակցության վերաբերյալ Նիկոլի վերջը գալու է, Նիկոլի հետևից մենք գալու ենք։ Ինքը դա շատ լավ հասկանում է, դրա համար էլ փորձում է ամեն հնարավոր ձևով դեմները սառնել, բայց չի ստացվելու։ Չէ, շատ ճիշտ ասեցիք, իշքան հացագործ կա, մարդասպան կա, կոռուպցիաներ կա, ազատության մեջը, առավել եւս իրանց այդ բիզնեսի մեջը, վառ օրինակ թողմախի մհերը։ Երրորդ մասի լովիկի գլուխը կերան, նրա գլուխը կերան, նրա գլուխը կերան, սաղի գլուխը կերան։ Միջև այսօր, ասենք, ազատության մեջը Դավիթ Հսելյանց էլ բիզնեսների բնը մեջը, ջան ասում են, ջան լսում են, տենդերներով ամեն ինչով։ Աչուձախ ծփում են, աչուձախ ծփում են։ Իսկ հիմա ինքը մարդասպան վիժված բոզի տղա, իր շրջապատը լակոթներ մարդասպան վիժված բոզի տղեկ։ Մեր նմանների հանդեպ sense բաներ է անում։ Դες մաղթում մոռացենք անելու։ Էս էլ ձեր Արգարժան լսարանի համար խիստ ռադիկալ ոչաբանական ուղղվածությամբ։ Շնորհակալ, ես մաղթում եմ ձեզ հաջողություն, միշտ որ հանդիպում։ Հայաստանի Հանրապետություն։ Լավ եղեք։ Նմանապես հաջողություն։ Սա ինչ են ուղարկել, Նանե Իսրայելյանի հայտարարությունը ես Արմեն Գրիգորյանի հետ որևէ կապ չունեմ։ Ինչ ասում, ինքը այդ ուրեմն ես էի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, ինչ էր ես հասցեն։ Ալեք Մանուկյան 8 շենք 7-րդ հարկ ես էի անվտանգության խորհրդի քարտուղարին ծծցնում։ Հարգարժան Նանե Իսրայելյան, մի հուզվեք, դուք այդտեղ լավ դերով եք հանդես եկել, որովհետև ձեր դլոուն գլգլեյա արե անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ես հիմա տենում եմ ստատուսը չեմ պատրաստում սա կարդալ, ինձ նոր ուղարկեցին։ Ամենայն դեպս դուք էլ եզակի մարդկանցից մեկն եք, ով ձեր փնթիկը դրել է Արմեն Գևորգյանի աղեքստամոքսային տրակտի մեջ։ Իմիջալոց այդտենց մի անձնավորություն էլ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն է, ով չունի զինվորական կրթություն, բայց գլխավոր շտաբի պետի տեղակալն է, Կարեն Գրիգորյան մականունը 50, դա էլ գլգլեյանը Ալինա Օհանյանին հադրութեցի Ղարաբաղից մի կինը 2020 թվականից Վայենա Պալևայա ժնա, ՎՊԺ, Մարդուն թողել է ինգեշ Ալինա Օհանյանը, լուսանկարը կտեղադրեմ Telegram կանալ, եւ դա ծծնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալին։ Մարդուս բաժանվե գեներալը կծծնա։ Դա էլ մեր Կարեն Գրիգորյանի երեքս բան մոռացել էի դա ասել, հենա հիշեցրեց։ Հիմա ասում եմ ես կապ չունեմ։ Այդպես բան չկա, ես այդ մարդուն չեմ ճանաչել։ Ասենք առաջ, լավ է, անձնական ինտիմ գլգլաները թողենք մի կողմ, անցնենք մեր մյուս թեմաներին։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը այցելել էր Էժմիածին։ Այցելել է Էժմիածին ջրառատ գյուղ Մարզադաբրոց բացելի ինչ-որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց։ Ժողովուրդը հավաքվել է, ծափակիտա, ընդ երգիրը վարի է, թե միանք մարզադպրոց են բացել, շտանգա են հանում, շտանգա են իջցնում, եւ այլն։ Ես երեխեքին բան չունեմ ասելու, երեխեք են իրանց մանկությունով, իրանց շտանգ են, իրանց ամեն ինչը թող գնան զբաղվեն, բայց ես նորից ու նորից գալիս եմ համոզման, տեսեք, բանը Բագրադը հայտարարում բան ցույցին միացավ այն аэроպորտի պալասան, Նազենին, ցույցին միացավ այն ֆեդերատիվ նշանակության ագարկեն, SS պստեց մի անգամ մենք չտեսանք, որ ցույցին միանալ որևիցե մի սպորտսմեն, նույն օլիմպիական, հա, դեղին արշ կապուտ վագր եւ այլն կամ են, չգիտեմ, բարեցնի, շտանգ, չկա սպորտսմեններ, երբ նայում ես, ասենք հիմա մտնես այդ նույն սպորտսմենների էջերը նայես, հիմա չգիտեմ, տրենաժորնի զալում շտանգային կմփսնան, չգիտեմ, տուրնիկի վրա Վազենեսյան, Վազենենյան, մուսկուլնի ձգեն, բայց իրանց բացարձակապես չետա։ Այն մեկ որ Գագոս
Հետուրա Գագոն չկա։ Գագոս դրանց խռռում էր, ես ասում եմ այն մարդ, բան սպորտսմեն տղեկ եմ, խիա խռռում, ճիշտ է խռռում, որովհետև միայն փողը քաշեն։ Ին վրա էլ այդպես բան եկե փորձանք։ Միայն փողը դուր, Գագո փողը դուր։ Բայց Գագոյի համար կամ Եկրի համար կամ մյուսի համար հլնեն, խոսան, գան, Երևան, ստատուս գոնե գրեն, եւ այլն չկա։ Նույն Սիմոն Մարտիրոսյանում շտանգի դպրոցա բացվե Էժմիածնի գեղերում, շատ ուրախ Նիկոլի հետ քալլամա, մե Աստված, շտանգի դպրոցա բացե, խորոփած երկիրա տալը մեսանը մենանը չկա։ Իանք զալը, իանք տրինաժորնի զալը, իանք մուսկուլները նկարեն գցեն Facebook, իանք են ուրախանան։ Այսինքն վաղը միսօր եթե բանը թուրքական ադրբեջանական տանկերը գան Երևանի միջով է տանք, իանք տենց էլ այդ զալի մեջ կմնան, մինչև ադրբեջանցի զինվորը մտնի, զենքը դնի քյալին, ասի չոքի ծծի։ Մինչև այդ պա։ Իրանք չկան, գոյություն չունեն։ Սպորտ։ Ես չգիտեմ ինչպեսին կլինի իմ մոտեցումը որպես Եգրի ղեկավար բանը սպորտի աշխարհին, բայց այս դաստիարակությունը, այս մեթոդիկան պիտի բան փոխվի։ Սպորտսմենը լավ ավոր, սպորտսմենը գնա բանակ։ Ինչ է տակրում քո այնտեղ մարզումները հետ կընկնեն, թե ինչ կանեն, գնա բանակ։ Կունենա հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացում, իմ երկիրը կներկայացնի, չէ, իսպես չի դե սպորտսմեն։ Այսօր չկա, տեսեք գոյություն չունեն։ Մի հատ թթու բար, մտեք ձեր ամենը հիմա կարող ասեն, «Անչի ակապես սպորտսմեն տղեկին»։ Այս սպորտսմեն տղեկ Հայաստանի քաղաքացի չէ։ Բանակ չեն էթը, երկրի խնդիրով չեն զբաղվա, լավ ինչի համար են պիտի, ինչա դրոշ բարձսնի, ծես մի հատ ֆռա, իմ կերրին պետք է դրոշ բարձսնելը։ Կարծիք հայտնել չկա, դիրքորոշում չունեն, ուղեղ չունեն, ոչ մի բան չունեն։ Այսպես լավ ես մարդիկ, որ երկրի քաղաքացի են, լավ, ոնց կարելի է այսքան անտարբեր լինել։ Երկիր ենք հանձնում, երկիրակոդովի, բանը բացվեց Սիմոն Մարտիրոսյանի շտանգի մարզադպրոցը, բա ոնց ասեմ, ես քանդ եմ այդ մարզադպրոցը, տրակտորը են կոմից մտեն, կոմից ալնի։ Ու գնաց է փաթաթվե, Նիկոլի հետ նկարվեմ ո, Նիկոլն աստվածա, մարզադպրոցա բաց է։ Այս մարզադպրոցի տեղը դիրքերը ծարկի, բոզի տղա զինվորը մնալու տեղ չունի։ Ոչ է մարզադպրոց։ 400 հոգի մարդ, Բագրատ Սրբազան, իսու ձերբակալվել է։ Բերմանա ենթարկվել, խոշտանգվել է, ծծցրել են, ջարդել են, փշրել են, ում հետ ինչ ասես սարել են, կամ իր բետավոր բոզի տղեկը։ Հիմա, ինձ հետաքրքիր է, այս 400 հոգու հետևից մարդ գնացել է, 400-ից քանիսին են թողել, քանիսին են պահել, տեղեկատվությունն ուր է, ինքեր ընդդիմադիր շտաբ, տեղեկություն չկա, իմ մոտից մի մարդ տանում են, բաներով, դատապաշտպաներով, մատապաշտպաներով հելը վազմ եմ հետևից։ Հիմա հարց, 400 հոգի բերմանա ենթարկվել, քանիսին են թողել, քանիսին են բռնել, այդ ուր է ձեր տեղեկատվությունն ուր է։ Սաղ լրատվամիջոցները ձեր ձեռն է, ու սաղդ միասին իմ հանրային դատի կեսը չկաք, դե միանշանակ, խոռոփեմ ձեր մամուլի վրեն, բայց ես ուզում եմ հասկանամ, Բագրատ Սրբազան, դուք արեցիք կոչ, ժամով, րոպեով, վայրկյանով նշելով, որ փողոցներն են փակը, չեմ ուզում վիրավորացնել, ամենայն անկեղծությամբ, բայց ամենավերջի օլիգոֆրենիկը նման հայտարարություն չէր անի, պրոստը կասեր, փակվելու են ճանապարհներ, վերջ։ Չէր ասի ժամը, վայրկյանը, րոպե, որ կամ իր բերետներն էլ դրանից մի ժամ առաջ գային սիրուն, թրաշված ակուրատնի բերետները դզած սպասեին, երբ են ժողովուրդը գալու, վեգալեն տանեն։ Փողոց փակիկ, Բագրատ Սրբազան։ Մի հատ փողոց նորմալ փակել, չէ, 5 րոպե, 10 րոպե, դուբլին տարան։ Այդ խշկնանիքին, ժողովրդին։ Կամ տվյալ օրը պիտի ասվի, քելեկեթե մեկ փողոց փակենք։ Կամ
Դուղակի հելեք ով ինչ փողոց գիտի թոփակ, ես ոնց արեցի։ Արգավանդ, բայց արմավիրի տրասը պաժարտավիկ բագրշկեկով։ Անինք սկիզբնով դրեց։ Բարթան Ղուկասյան։ Նորից եմ կրկնեմ, ես ին վրա դափնիները չեմ քաշում, ասեմ, mən ինչ որ ասել եմ։ Բայց դուք դնում եք մի օր առաջ, 12-18 ժամ առաջ հետարանում են, որ ես փողոց այս ժամի 5 րոպեին փակվելու է։ Հետո ասում են կարելի բետավորները բոզի տղա են, եկան տապին ցախին, ոչ իմ ծեցին ջարդին, եկան բացին ոչ պյանին։ Աշխատավարձը տալմա, փողը տալմա։ Բան ես ուզում անես կամ այդ րոպեին ասա ժողովուրդ հելանք։ Կամ ասողի փողոցներ են փակվելու, կամ մի այլ փողոցի անուն հայտարարի, մի այլ փողոց փակել դու։ Որ այդ մարդը շգնտից հավ չեն վեկալ են դուբլեն տանեն։ Իմաստը, բագա սրբազան։ Մթոմ տիտուտ է պրիչոմ։ Սես հետարքիր բան աստացվեմ, նայք, մի հատ կուլտուրական մարդկանց հետ եմ խոսում, ես քանի վաղտա տենց հելել են երկրներ ամանակյության, աշխարհը կտենան։ Հայաստանից։ Ասում եմ, դողա, մե դոր ես, անու շապերա, ասում եմ, Փարիզ եմ, ասում եմ, կյանքը ոնց անցնեմ Փարիզում, դե ես էլ եմ Փարիզ եղել, հետարքիրա, ասում եմ, հանգիստա չէ, ասում եմ, հա, ոչ, բանա, ներվային վիճակա, այն մեկի հետ եմ խոսում, դուր ես, ասում եմ, Վարշավա, ասում եմ, կյանքը հանգիստա չէ, ասում եմ, հա, բն մարդիկ բարի, խախանդ, իրանց հոգսերով, կաֆեներով, ստրես չկա։ Հայաստանի Հանրապետությունում գլուխդ բարձին դնում ես, ստրես հա, առավոտ աշկերդ բացում ես, հեռախոսը վեկալում ես, մեջը կարդում ես ստրեսա։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից այս ազգը ստրեսի մեջ է։ 30 քանի տարի է, օրը 24 ժամ այս ազգը ստրեսի մեջ է։ Լևոն եկավ, Ռոբիկ եկավ, Սերժիկ եկավ, Նիկոլ եկավ, ով եկավ, այս ազգը ստրեսի միջից դուրս չեկավ։ Ստեղ էլ ես Ամերիկա հալեմ նայում ես, ես թեմա էլ չկա, որ գազազեն հարցակվեն մեկը մեկի վրա, մեկը մեկի վրա ստատուս գրեն, 2 միլիոն մարդ է սաղս մեկս մեկի ճանաչում ենք։ Ցա։ Օ, մի փոքր բանա սաղ մեկը մեկի ովում հետաշինվեմ, ովում ածածամ թքեմ, ովում խփեց, ովում գյուլեց, ովում էտ ամուսնացավ, ովում էտ բաժան, մի հատ պուճուր չինական գյուղ։ Իտո չեն կարեմ կառավարեն, ասում եմ 30 քանի տարի, մենք ապրում ենք ստրեսի մեջ։ Լևոն եկավ ստրեսեր, Ռոբիկն եկավ ստրեսեր, Նիկոլն եկավ ստրեսեր, Սերժը եկավ, вообще ստրեսեր, սաղ ստրեսա։ Ուզում եմ հասկանամ, կգա մի օր, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ապրեն ոնց որ, չգիտեմ, գերմանացին, ապրեն ոնց որ արաբը, վեկալ ես տարածաշրջանի որ երկիրը նայես, Պարսկաստան կլնի, Թուրքիա կլնի, դաժե Ադրբեջան, այս վիճակը չի, ինչ որ մեր վիճակն է, դաժե Ռուսաստանում սենց նեգատիվ, սենց լարվածություն, սենց թույն ու թարախ, ատելություն եւ այլն գոյություն չունի, ինչ որ Հայաստանի Հանրապետությունում մտիրում։ Գժանոց։ Մի երկիր գիժ։ Միլիցիան նման չի, դատախազը նման չի։ Մակավարժը ոչ մեկի նման չի։ Սաղ ստրեսա, սաղ։ Հիմա Բագրատ Սրբազան, ես չգիտեմ իմ խոսքերին կհավատաս, չես հավատա, դու գիտես, բայց ես զգում եմ, որ այս իրավիճակը դու շատ շուտով գցելու ես ոտիդ, անկախ քո կամքից, եւ ես զգում եմ, որ ես ամեն կուժն ու կուլեն ջարդելու են քո գլխին, անկախ քո կամքից, նայի, Ես ու դու խոսում ենք, քանի որ ուրիշ հնարավորություն չկա քո հետ խոսալու, ես Իշխան Սաղաթելյանը չեմ, որ դու իմ հետ հանդիպես, ես Սիրուշոն չեմ, որ դու իմ հետ հանդիպես, հասկանում ես, ես Վարդան Ղուկասյան եմ, ով է Վարդան Ղուկասյան, աբաս, խոս այդ հա,
Գլուխը կախել է, դաժե աբազնա վախմասի ով են, որովհետև եթե ասի, Տիգրան Ուլիխանյանի հոդվածով ապուրինի ձեռնարկատիրություն, աբազին կհանեն։ Դրա համար ես այս ձևեմ հրապարակայնորեն եմ խոսում քո հետ, չէ՞, որ տենց այնօրին զանգի ասում են, բանը դու զանգը մեզ ինքը հեռախոս չունի։ Ինքը հեռախոսով չի խոսում։ Ինքը հեռախոսով խոսա իանքը լսեն, ասում եմ ինքը հեռախոս չունի։ Ուրիշ ողում հեռախոս ունի, եթե ուզում է, ինչ են կողի տղաունը, Սամվելեր, Սուրեներ, եթե ուզում է խոսա, դա հեռախոսով խոսա, կամ մի հատ լևի համար կդնի, մեջը կզանգի։ Եթե Բագրատ Սրբազանը ուզում է ընդդիմադիր գործչի հետ խոսա, չի խոսում։ Բայց Բագրատ Սրբազանը շատ հաճելի ձևով շփվում է Բեղլուի հետ, Սիրուշոյի հետ, Քոչյանի սաստավի հետ։ Մոտը մտնամ, հալնամ, տանեմ, բերեմ են, հենա, աբազի հինար գնակար է, կացե, բան չեմ կապում, ճիշտ է։ Ու ես էլ այսքանից հետո համարում եմ, որ դու մաքուր մարդ ես։ Ես ես եմ համարում, Իսրայել եմ գժի տեղ, Բագրատ, համարում եմ, որ դու մաքուր մարդ ես։ Հիմա նայ, այ շփում էր մեջ չկասում են, դու ինքը քո չի շփում, դու եկեղեցուն քրվել ես։ Եկեղեցուն բոլորն են քրվել։ Լավից, վատից, այո, ես քրվել եմ։ Ես աշխարհիկ մարդ եմ, ես կրոն չեմ ընդունում, ոչ մի կրոն։ Ես կարամ քրվել։ Բայց եկեղեցի նրա համար է, ոնց է դասմա անառակ որդու վերադարձը եւ այլն։ Եկեղեցին նրա համար է, որ ների, ընդունի, հետո որ ասում է պանյաց ի պրասցից։ Եվ եթե ես հայել եմ, բայց հիմա իմ աջակցություն եմ հայտում եկեղեցուն, դեմ գնալով իմ պրինցիպներին։ Եկեղեցին վաբշե պիտի գիրկը բացեր, ասեր միգուցե այս մարդուն մենք հիմա փշոփշուանենք, միգուցե եւս մի հոգի մարդ դառնա Աստծո զավակ։ Որովհետեւ ամեն մի հոգին մարդը, ով դառնում է առաստված, դա եկեղեցու աշխատանքն է, չէ՞, որ բաներ են, հավատացյալները, ինչ են ասում դրանց, Եհովայի վկա դես դեն։ Այդընկած հոգևորսությամբ են զբաղված։ Բա Վարդան Ղուկաս հանապատնության մեջ առաջին անգամ գիտակից կյանքում եկավ կանգնավ եկեղեցու կողքը։ Եկեղեցին պիտի դռները բացեր, ասեր համեցի։ Անհավատ, արի, սա էսա, սա էնա, այսինքն ջանք ու եռանդ խնա եկեղեցին, որի նման գել ու գազանին, քաշի իր մեջ։ Կլանի Համաչքի բերի, այլ ոչ թե փակի իմ առաջ, դռեն ասի չէ, դավայ սիկտիր, դու մեզի քրվել ես։ Սամեք, Բագրատ, որ դու ասում ես չէ, ես չեմ շփվում միայն, ինքը քավուր ատավե, լավ, ես քեզ չեմ քրվել, եկեղեցու քրվել եմ, եկեղեցուն չէ, գարեգինիդ։ Հիմա, դու հելե ասում ես, սիրելի սփյուռքահայեր, եկեք Հայաստան, մեզ մարդա պետք։ Եկեք, ես էլ եմ ասում, միանում եմ քո կոչին, ես էլ առանձին եմ ասում, սիրելի սփյուռքահայեր, եկեք Հայաստան, եկեք, մարդապետք։ Եվ ուզում եմ սրանից անմիջապես հետո քեզ հարց տամ, Բագրատ Սրբազան, եղբայր, մայիսի 9-ին եկար, 50,000-անոց հրապարակը քո տրամադրության տակ էր, ինչի ղրգեցիր տներով։ Դու սփյուռքահային, որը Հայաստանում ոչ մի բան չունի, տուն, տեղ, գարաժ, հոլիկ, ծղոտներ, ծախը հելե գնացել է։ Հիմա պիտի տոմս առնի Կամչատկից, Մագադանից, Աստրախանից, Վարշավայից, Բուդապեշտից եւ այլն, նստի սամալոտ գա, հյուրանոց վարձի, 3 օր, 5 օր, 10 օր, չգիտեմ, որ գա քո ցույցին կանգնի։ Գա քո ցույցին կանգնի, ինչ անի։ Բագրատ Սրբազան։ Հայր մեր լսի, Հայաստան Հանրապետության հիմնը լսի, ինչ է նշանակում, են Նազենուն լսի, որ միացել է քեզ այդ Աերոպալասան, են Մութաֆյանի ագարտքի մասին լսի, ինչի մասին լսի։ Գա ինչ անի։ Կամ մենք հիմա սփյուռքահայի կարիքը չունենք, ամենանկեղծությամբ չունենք։ Դու եկար լեփլեցուն հրապարակ 50,000 մարդ կանգնավ։ Ասում ես, Իս մարդիկ զանգամասում են, ինքը չի կարա բռնության կոչեր անի, ինքը պիտի սիրով անի։ Սիրով ինչ անի։ Հարց։ Սիրով, եթե սիրով էր ասեն սերի հավատացյալ ժողովուրդ, եկեք սիրով այցելենք, չգիտեմ, ուր, ազգային ժողով։
Բայց դու այդ 60,000 հոգուն 1000 անգամ ներողություն կամ 50 ասեցիր հելեք դավայ սիկտիր ելեք մենք սկսում ենք impeachment մի գործողություն որը ենթակա է տապալման արդեն տապալված է հիմա Բագրատ Սրբազան դու ուզում ես որ քո վրեն սա չջարդեն ես ուզում եմ դու լավ մարդ չես բայց ես ուզում եմ որ քեզ խառ ու խայտարակ չանեն չփչացնեն չգցեն միան որի process-ը սկսվել է գիտակցում ես դա չես գիտակցում դու գիտես հիմա ես քո փոխարեն հրապարակայնորեն կրկնում եմ հրապարակայնորեն նույն իշխանից որը բուտկի դեմնա քնեմ օրը 10 անգամ մոտդ մտնում հլմա այն սիրուշոյն էլ բան չեմ ասում են սիրուշին չնայած չար լեզուները տարբեր բաներ են ասում ինչևից է նույն իշխանին եւ նույն մյուսներին ես բեմի վրից կասեմ պարոնայք ազգային ժողովի անդիմադիր պատգամավորներ լիդերներ Քոչարյան Սերժը մթոմ դուսնա Քոչանը ներցնա ահա բերեք ինձ 37 պատգամավորի անդիմադիր ստորագրություն որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մի հատ այդ 37-ին բերեք ազգային ժողովի քարտուղարությունից impeachment-ի բլանկը վերցրեք անազգանունի տեղը դատակ թողեք 37 հոգու անունազգանուն իշխան Զաքարյան Պոռնիկի տղուց սկսած դեմը ստորագրած բերեք դրեք իմ դեմը ես հəl եմ ժողովրդին ցույց տամ ուկաս կարալա նոր հետո 19 որը չեք ճարելու հիմա ես ուզում եմ դիմեմ նաև Վանեցյան Արթուրի եւ Սերժ Սարգսյանի կոնկրետ իշխան Զաքարյանի վերով անդիմադիր պատգամավորը մանդատը ստացեց ձեզանից Վանեցյան Արթուրի կողմնակիցները ինձ տեղեկացնում են ասում են պարոն Ղուկասյան իշխան Զաքարյանին ցուցակա կողե Սերժը Սերժի կողմնակիցները ասում են իշխան Զաքարյանին ցուցակա կողե Վանեցը Հիմա իմ անձնական կարծիքը օբյեկտիվ ոնց որ կասեր Ջանգիրան Գագոն ականջդ կանչ Իշխան Զաքարյանին ցուցակա կողե Սերժը ես ավելի եմ հավատամ քան թե Վանեցյան Արթուրը Հիմա Վարդան Ղուկասյանը իր հանրային ձայնով բանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ տարավ 23000 ձայն Խորին շնորհակալություն իմ բոլոր երևանցիներին, ովքեր ինձ ձայն են տվել։ Ես գետնի վրա չէի, ատե չէի, տարա։ Իմ մոտից մեկը դե Բերթամայինի հետ, երկու Պոռնիկի ծնունդի, Սիսին խերը դրեց դրանց մամաների բերանը, վեկալավ տարավ։ Իրանց երկուսի Վահան Ավակյանի մոր, ու են քյորի մոր, են հիվա հոսպիտալի սանիտարկ են, զինվորի Լուկզակի միջից մայկատրոսի գողացողը մթոմ զոհվածի կնիկա։ Ատե զոհվածի կնգան սաղ հոսպիտալը կապեպեից միջև են ամենավերևի հարգավորն էր, տրամատոլոգիան դե չեմ սխալ, միջև ամենավերևի հարգի պարկած հիվան զինվորը ծսնի, տանով տեղով ամեն ինչով, տան։ Ես չի կարա իմ ժողովրդին խափեի, իմ ընտրողին, ասեց չէ, եկեք սուս մնամ, հանդուրժեմ, սրանց թելի տակ պարեմ եւ այլն, հանգար ցույց չտամ, որ իմ մոտ եղել է դիվերսիա, դավաճաններ կան։ Ես ունեցա ազնվություն, ես ունեցա մաքրություն, մտածի սիրելի ժողովուրդ, տեղի ունեցել բոզի տղություն եւ հանրային զանգուսակցության մորնել ծծնեմ դրանց մեջ էս պահին ով մտնա դրանց տուն ուտերն է ծծնեմ մենք այլևս կապ չունենք դրա հետ ես իմ 4 ավականներին հալում եմ մեջից մնացածի տուն ուտերը հələ էլի կծծնեմ բայց եղբայր պարոն Վանեցյան պարոն Սերժ Սարգսյան պատիվունը ձերն է երկուսին հետ Վանեցյանը մանդատը դրեց դամար եմ հարգում այդ մարդու Պարզ ասեմ, ինչի չև հայոյում դրամար եմ հարգում, մանդատը դրեց ասեց ձեր մորը ծծնեմ գնաց, բայց արեց, ժիգանսկի կալ։ Հիմա, եթե
Իշխան Զաքարյանը ձեր մարդը չի, ույոք ձեր մարդը չի, թքելա ձեր վերել, ու թող է գնացել է։ Ասել է լրը կպն։ Մի հատ էլ ասում է, ես Նիկոլ հրաժարականը չեմ ուզում։ Ինչի չեք հլնում եւ չեք ասում։ Սիրելի ժողովուրդ, մեր միջից Իշխան Զաքարյան Պոռնիկի ծնունդը, որը ստացել է ընդդիմադիրի մանդատ, Թագուհի Թովմասյանի ծլիկի հոտը քաշած բոզի տղեն դարել է ԿՊ։ Ինչի չեք ասում։ Բարձխի չեք ասում։ Սերսաքսան Վալեցյան։ Ես պատրաստ եմ երկուսի հետ էլ խոսալու, դա մանավանդ ես ուզում եմ խոսամ, ասում է Սերժը չի ուզում քո հետ խոսա, դու յան քրֆել ես։ Հետո Սերժ Սարգսյանին Նիկոլը մեռավ քրֆելով, ամիս ու կես յար հետ միայն դա չեմ ապրում էին, էդի քաֆու չէ, հա, Սերժ։ Ինչի չեք ասում, որ Իշխան Զաքարյանը ձեր վրից գնացել է, բայց 37-ից մենակ իշխանը չի։ Ընդելի մարդիկ են գնացել, ընդդիմադիր ֆրոնտից վաղուց թքել են վրեքը, ամբողջությամբ գտնվում են ԿՊ-ի ազդեցության գոտում, բայց նստած են ընդդիմադիրների շարքերում։ Հանեք Իշխան Զաքարյան, Տարոն Մարգարյան եւ այլներին, հանեք սիկտերալեք թողնեն կոմը նստեն։ Ազնվություն ունեցեք ձեր ընտրողի առաջ, խոստով, հələ ասում են, տեսակ ոնց դոգի մարդկանց դոգի վերից տարան։ Ձեր մամուլը, ինձ բաներ անում չէ, 10 օր, 20 օր շարունակ փորձում են ինձ վարկաբեկել։ Դոգի մարդկանց դոգի վերից տարան։ Դոգը ըտե չի, տարան, բա դուք են ըտեեք, ո՞ց են տանան։ Ազնվություն ունեցեք, ելեք հայտարարեք, ի Բագրատ Սրբազան։ Հիմա այդ նույն քո իշխանին, որը բուտկիդ շորժ բոլորը ֆռմտմալմտմալմտմ ու քեզ ցույց մատալեմ, թե դու ինչեր անես։ Ասա Բագրատ, բեր, ներողություն, իշխան բեր 37 հոգու ստորագրություն։ Հիմա բացատրում եմ Բագրատ Սրբազանին «Էտա կոնստիտուցիա» սահմանադրություն։ Որտեվ բանա տեր մարդա կարա չիմանա։ Սահմանադրությամբ ազգային ժողովի 1/3-ը պարտադիր պիտի լինի ընդդիմություն։ Եթե դաժե 1/3-ը ընդդիմությունը ձայներով չի լրացնում, պարտավոր են ձայներ իջացնեն, են որ են մանր մուներ բոզի տղեքը մտնում խլում են, այդպես պիտի ձայներ տան, որ ընդդիմությունը լինի 1/3։ Հիմա մեզ պետք է հասկանալ ազգային ժողովում 1/3 ընդդիմադիր քանակի պատգամավոր կա, թե նեմա։ Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ նեմա։ Ուստի նեմա գիտես որ նա Բագրատ չկո։ Ուստի քո միակ ճիշտ քայլը, որից որ դու կարող ես այս իրավիճակից մաքուր դուրս գաս, երկու ճանապարհ կա, հեսա կասեմ։ Մաքուր դուրս գաս, դու ասում ես, ինգեր ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, բեմի վրից։ Քանի որ դուք պարլամենտում 1/3 չկաք, քանի որ դուք դաժե իմպիչմենտի ստորագրություն չեք կարող ավկեկի արգելուղ, եւ քանի որ ձեր այնտեղ մնալ չմնալը մեկը հողերի հանձնման process-ը գնում է, եկեք ունեցեք տղամարդկություն, ազնվություն եւ վայր դրեք ձեր մանդատները գնում ենք նոր ընտրությունների։ Սա 1 Բագրատ Սրբազան։ Խճոն 1։ Երկրորդ տարբերակ։ Ամսի վաղը Կիրակի ժամը 18:30 դու ժողովրդին հավաքում ես։ Սիրով կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին վաղը ժամը 18:00-ից գալ Հանրապետության հրապարակ։ Ես ասում եմ, այսքանից հետո ես շարունակում եմ, որովհետև ես ունեմ մաքուր նպատակ Նիկոլի տուն ու տեղը ծածկնել։ Քո հովանավորների նման քաղաքական առևտրի մեջ չեմ Նիկոլի հետ։ Սիրով բոլորին խնդրեսեմ, աղաչեսեմ, պաղատեսեմ, ժողովրդի ոտերն ինալի, անկախ նրանից զզվում եք,
բանը Քոչարյանից, ժաշտված ունեք Քոչարյանի եղած չեղածի վրա, զզում եք Սերժից, ժաշտված ունեք Սերժի եղած չեղածի վրա եւ ալի վրա, խնդրում եմ ձեզ։ Վաղը Կիրակի օրը ժամը 18:00-ին գալ Հանրապետության հրապարակ։ Բայց վաղը գալով Հանրապետության հրապարակ, Բագրատ Սրբազան, դու պիտի ժողովրդին տանես կոնկրետ գործողության։ Ժողովուրդը, եթե վաղն էլ եկավ լսավ քո հայրմերը, մեզ միացել է այսինչ եկչուհին, մեզ միացել է այնինչ պոռնիկը եւ այլն, դա նշանակում է վերջ, պրծավ քո հանրահավաքը։ Իսկ հիմա ես եմ ուզում անեմ պաշտոնական հայտարարություն, սիրելի ժողովուրդ։ Այս իրավիճակը սերմերը ցանեց Վարդան Ղուկասյանը իր փոքրաթիվ բանակով, համարցակ փոքրաթիվ ռադիկալ բանակով, ովքեր որ չվախեցան աշխատանք կորցնելուց։ Ես ունեմ այո, շատ մեծ քանակությամբ ընտրողներ, բայց իմ ընտրողները միայն քվյատուփի առաջ են։ Քվյատուփից դուրս մարդիկ խուսափում են տարբեր պատճառներով, աշխատանք կորցնելու, սրան նեղացնելու, չգիտեմ, խնամուն եմ քրֆեն, նան եմ ինչ արել եւ այլն։ Սկզբնա աղբյուրը եղա ես։ Ամբողջ այս ընթացքում բանով է դյուղերով, մուղերով աջակցել եմ, բարձրաձայնել եմ, ինֆորմացիոն սպոնսոր եմ եղել եւ շարունակում եմ լինել։ Բագրատ Սրբազանի ցանկացած կոչ կիսվել եմ իմ Telegram կանալով։ Մտեք, նայեք, սա Բագրատ Սրբազանը։ Համ քննադատում եմ, համ կիսվում եմ։ Ամեն ինչ արել եմ։ Հիմա, եթե Վարդան Ղուկասյանը Բագրատ Սրբազանի փոխարեն կանգներ 50,000-անոց հրապարակի առաջ, ես ես խոստանում եմ 5 ժամվա մեջ հեղափոխությունը եղել էր, պրծել էր։ 5, 6, 7 ժամ պատանոք։ 50,000-անոց ամբողի դեմ չի կարա կանգնի ոչ մեկ, հատված Մաուգլի մուլտֆիլմից, գլուպեց, кто может противостоять против целого стада։ 50,000-անոց ամբող, որոտ, ինչ ուզում եք անունը դրեք, գա մեկի վրեն, տո ոստիկանություն չէ ուզում բան ալնի, կագեբեի զորքեր ալնի, չի կարա կմակվի, կսպի կտանի։ Եղավ բռնության ուժ 50,000-ի նկատ, նախ չի կարալնի, 50,000-ը կդառնա 70, 80, 150, 200 եւ վերջ։ Այ ինչ պիտի աներ Բագրատ Սրբազանը, որը չարեց։ Չարեց, հիմա ես իրավունք ունեմ դա իմ անձնական կարծիքն է, որովհետև եղավ քաղաքական առևտուր։ Ինչ առևտուր Ռուսաստանի եւ Նիկոլի միջև, ես չգիտեմ, դրա մասին կիմանանք հետո։ Հիմա չգիտեմ։ Բայց նորմալ մարդը ո՞ս կարա գտենա 50-60,000-անոց ամբող, հայր մեր կարտա իմ երկի ոզի գնացիկ տներով։ Հիմա ես ինչ եմ ասում։ Ամսի 15-ին, մայիսի 15-ին, ուշադիր, ժամը 17:00-ին, բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, իմ ժողովրդին, ամսի 15-ի ժամը 17:00-ի միտինգը վարում եմ ես։ Եթե ես տեսա Հանրապետության հրապարակում այնքան մարդ, որքան կար մայիսի 9-ին, հրապարականորեն խոստանում եմ հեղափոխությունը արված է։ Ինչ է Բագրատ Սրբազանը կգա, չի գա, ինքը գիտի։ Այդ օրը, այդ ժամին ես եմ հրավիրել։ Գա 50,000 մարդ, 40,000 մարդ, 60,000 մարդ, հեղափոխությունն արված է, մի քանի ժամ հետո մինչև առավոտ Նիկոլի տունու տեղը ծծանեմ նարում ենք։ Ռադիկալ ժողովուրդ, միանգամից ասում եմ, ոչ հայրմեն ենք ասելու, ոչ տեր ողորմյա ենք ասելու, ասում ենք գալում ենք, ես ծծնենք բոզի տղա, ու այդմ ենք, ուր ես գիտեմ ուր, որ ուղղություն և այլ, սրբելով, մաքրելով, փրթելով, թափելով էթալու ենք, ու գնալու ենք ազատ, թափանցիկ, դեմոկրատական ընտրությունների, չեկավ ամսի 15-ին ժամը 17:00-ին 50,000 մարդ, ինչքան որ եկել լսվել է Հանրապետության հրապարակ, ուրեմն
Սպասենք տենանք հետո ինչա ըլնամ։ Ես ասում եմ, ես ոչ հայրմեր եմ ասելու, ոչ իմ ղարղար ձենով, ահա եղբայր, այդ են երկելու չէ, եկանք լծվանք, կանք այդքան, վսո, գնացինք։ Բաժանորդագրվեք տեղում Վարդան Ղուկասյանի տելեգրամ կանալին, անդե գրվամա ցուցումը, ակտիվիստներ կլնեն մեջից, հետևեք այդ ակտիվիստներին գնացինք։ Կողից միլիցիա, քաղաքացիական շորով ագենտ կտակ, մորը ծցնե կցել միան, բրթել կցել մի հատ խանութի մեջ շուշախառը թույթա։ Սլիլիկի բիլիկի չկա։ Բոլոր անձանցել հորդորը մենք, որ ոչ մի տրանսպորտային միջոց չթողեք կենտրոնում։ Մեզ հացակ ասեմ ինչ եմ ալեմ։ Արջ, հեռախոսները միացնում ենք, էթը մենք գյոթի։ Սենց հալլեմ հեղապ, ուրիշ ձև, մնմա մեկ էլ, մանդատ դնեն, որը խույթ է կդնեն, սրանք են բոզիտեղ է կչոր մանդատ դնեն, և երորդ տարբերակը, Նիկոլ Փաշինյան պորնիկի ծնունդը, մնմա մինչև իր պաշտոնավարման ավարտը, յայլ մի գեղեցիկ օր, ինֆակտ մի կարդա անուն ազգանունով ինչ-որ մեկը գգա Նիկոլ Փաշինյանին կասի ես եկա, ոնց էր Լուբով ի գոլուբի ֆիլմից, որ ասում է, ինֆակտ մի կարդա։ Սա է, Բագրատ Սրբազան։ Շատերն ինձ փորձում են համոզեն, գիտեք ինչ, եկեղեցին ինքը խաղաղ պետք է լինի ամեն ինչ, եկեղեցին չի կարող բռնություն գործադրել, ոնց որ թե ինկվիզիցիա անողը եկեղեցին չի եղել։ 50,000-ից ավել միջնադարում կանանց 6 մա ասեու գցել են ջուրը վառել են, խեղդել են եկեղեցին չի եղել։ Խաչակրած արշավանքները մամեդական աշխարհի ցեղասպանությունը, որ իրականացվեց կաթոլիկ եկեղեցու կողմից, եկեղեցին չէր։ Այն որ եկեղեցին արել, դա հատուկ ծառայություններն անգամ չեն կարացել անեն պատմության ընթացքում, դե որ ասում է լուդայեդը բիզավի դվելի։ Նեսօր այդ սիրո այդ նույն Նիկոլի բոզիտեղությունն է, էլի սիրո թավշա հեղափոխություն, էս էլ բանն է, հոգևոր, բարի։ Թե ո՞ս կարա չարի դեմ բարությամբ հաղթես, ես չգիտեմ։ Այդ մենակ հեքիաթներում է տենց։ Չարի դեմ բարությամբ։ Մարդը եղած չեղած անենք էլ այդտեղից այդ մարդկանց խոշտան կամ տանեմ բրա եւ այլն։ Մի օր էլ հանգիստ ենք վեր, հենա վեկալ հանգիստ։ Ինչ էլա Բագրատ Սրբազան։ Իշքան ակտիվիստ կա, այս 400-ին, հավքին տանք կաղմաս։ Սաղի վերեն էսա վարչական տուժուտուգան կգրեն, ունրա էլ պայմանական կգրգեն բերդ, ձեցին ժարդին գմպսին մատերը հենա նկար է կցել են, ագին մարդկանց էլ մամնական վնասվածք, հիմա հարց, այս մարդկանց տուլիկ, advocat, en mi-a treș advocat ca Ruben, esi mincha. En xeştare na vorra hanallam. Stezin de avazım, dizin de avazım, dizin de gitsavazım yival. İnşallah inelu. Ճանապարհ փագելը հարցիլություն չի, Բագրատ Սրբազան։ Ասենք թե փագեցիր 2-3 ժամ մի հատ ճամփա փագիր հետո։ 4 ժամ հետո էմի ճանապարհը փագիր հետո։ Մերակ ճամփա փագել, բացելով։ Ես արդեն վաղուց նորից եմ հասկանում, որ չի ստացվի։ Եթե պիտի փագվի մի հատ գլոբալ ճանապարհ կա փագվելու, դա փարաքյալն է, այրոպորտը, բաց։ Էնը դե вообще չեկել է թամ։ Միակ մարդը որ գնացել է այրոպորտ ես էի։ Էլի ես։ Միակ ճամփեն, որը կարա առաջացնի ցնցում, ոչ Ղափանի տրասնա, ոչ Կիրովականի տրասնա, այրոպորտն է, որպես է չփագվեց։ Միակ մարդը փագողը էլի ես էի։ Հասկանում եք։ Այս վիճակն է, Բագրատ Սրբազան։ Ես նույնս եմ ասում, ես որևիցե մեկը չմտածի, որ ես ուզում եմ process-ը վիժեցնել։ Բնավ։ Եթե ես ուզենամ վիժացնել, ես ուրեմն Բագրատ Սրբազանին արդեն լակերով ունի դագաղով պիտի հանեմ։ Ուղղակի խոսում եմ Բագրատ Սրբազանի հետ։ Քանի որ այլ կապի միջոց չկա, ես ոչ իշխանն եմ, ոչ էլ սիրուշն եմ, որ Բագրատ Սրբազանը ինձ հետ խոսի։ Չէ՞, Բագրատ Սրբազանը։ Ահա, դե դրա համար իսկ ես հիմա եթերով եմ խնդիրը դնում քո առաջ։ Վաղը գրի քո հայտարարությունը ես մեծ հաճույքով կտարածեմ իմ բոլոր ինֆորմացիոն միջոցներով։
Եվ խնդրում եմ իմ ժողովրդին, անկախ ամեն ինչից, անկախ իրենց ատելության աստիճանից Քոչարյանների դինաստիայի նկատմամբ եւ դաշնակների, վաղը գալ հանրապետության հրապարակ։ Գալ եւս մեկ անգամ լսենք ինչ է ասում Բագրատ Սրբազանը։ Միանգամից ասեմ, աղոթք, հայր մեր, հիմն, պետք չի, չասես, արեցիր, նորից հիասթափացնելու ես։ Եթե պիտի նորից նստենք, սիրենք իրար, Աստված սա ասաց, նայն ասաց, կտակարանը եւ ուրեմն մի հավքի վաղել բեմի վրա, ասա ես պահանջում եմ 37 դեպուտատի անուն ազգանուն, եթե չկա անուն ազգանուն, մանդատները վայր դրեք, բոզի տղեք, հերիքա սաղեցնեք, գժի տեղ։ Չիլեմ, ժողովուրդը գնաց ալևս, վերջ։ Հիասթափացին ճամփուդրին գնաց։ Են Դոն Պիպոնն ընդեղից է, յան պատրամ, բան խաչ առաջ պատասխան եք տալու, խաչ առաջ պատասխան եք տալու։ Հարց չկա դու պատասխան տան, պարոն Դոն Պիպո, երբ։ Ոնց։ Եթե սենց հանգիստով, հա, մի օր հանգստանանք, երկու օր միտինգ անենք, մի օր հանգստանանք, երկու օր միտինգ անենք, չի լետենց։ 50,000, 60,000 մարդ լսված հրապարակ սաղին ճամփիկ տներով։ Ես մինչև այսօր չեմ կարող հասկանամ։ Պատմության 18 թվից հետո առաջի անգամ 50-60,000 լեցուն հրապարակ, պանիկան ընկել է ԿՊ-ի մեջ, մարդիկ արդեն մտածում են ոնց փախնեն։ Դու եկել ես ու բաց թողես ասես։ Գնացեք տներով։ Ասչ։ Կգաք վաղը։ Ամբողջ ազգը Ոլոբի բանա ուզում անի ռադիկալ գործողություն։ Այդ ամբողը, եթե ընկեր Բագրատ, այդ օրը քո գլխավորությամբ, ես ինչ եմ ասում, քո, այդ մարդկանց գցեր քո հետևից քայլելով, ոնց որ եկար, գնում էր ազգային ժողով, կամ գնում էր Նիկոլի դաչա, այսօր մենք քո հետ միասին տեսնելու էինք լրիվ ուրիշ Հայաստան։ Լրիվ ուրիշ։ Ձերբազատված Նիկոլից, քպականերին ծծրած, որոշակի տեղերում դեռ ծխացող, բայց ազատագրված Հայաստանի Հանրապետություն թուրքահպատակ բոզի տղեկից։ Ու այսօր ամիսն ենք, մայիս, հուլիս օգոստոս ամսամեջ գնում էինք ընտրությունների։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարել ըլնում էիր դու։ Ես ինչ եմ ասում։ Ես երկու ձեռով կողմ եմ, որ դու ունես վարչապետի ժամանակավոր, ուժ ոչ մեկ։ Ում հանես կայնացնես ծծնելու եմ։ Այն որ ասում են օրենքը թույլ չի տալի, կողեմ օրենք։ Կողեմ օրենք։ Ինչ խերիս օրենքնով ա գրե։ Ով ա գրե։ Այդ օրենքնով ա գրե։ Բոզի տղա Ռոբերտ Քոչարյան։ Որպեսի դրսի հայը չգա եւ չմասնակցի։ Դա բոզի տղա օրենքա, որը պետք է անտեսել հեցիմիկվանից, չեղել գցել միան, չկա տես օրենք վերջ։ Նիկոլ Փաշինյանը օրենքով է կարտառա, չէ։ Քուչից վեգալան բերին ասեն ամենա մինիմալ 7 հոկանոց ֆրակցիայի միջի պորնեկի ծնունդը, հանրապետական կուսակցությունը կրոպկեն սխմեց, շինեց վարչապետ։ Սարժը տոտ դեպրի չոմ, սարժ չկար, սարժը մեղավոր չի։ Հիմա կասեն վարքյանական, յանի աներավ։ Այդ օրենքը, այդ որ գրել են ռոբիկականները սերժը, այդ օրենքը կողած ունեմ ես։ Հասկանում ես Բագրատ Սրբազան։ Այդ օրը դու ասում ես ժողովուրդ կողմեք ինձ վարչապետի տեխնացու ժամանակավոր ես պրոստը գալիս եմ նստում եմ այդ աթոռին ես վարչապետ չեմ ուզում ելնեմ դու ես ասելու դու պիտի ասես ես գալիս եմ նստեմ այդ աթոռի վրա պահնորդ պահեմ ես աթոռը չթողամ ոչ ռոբիկ նստի ոչ սերժիկ չնայած խերս կուտեն կնստեն գնացեք ընտրեք տեսեք ով է դառնա ես հլնում եմ աթոռը օհնում եմ տալում եմ նոր աթոռ վարչապետից եկտելում եմ մետում եմ այդ պիտի լեր օրենքը թույլ չի տալի բանը երկքաղաքացի է, էսա, ինչ խերից երկքաղաքացի, մարդ ունի Հայաստանի ազնագիր, հա քաղաքացի, վсё վերջացավ, այդ օրենքը թույլ է տալի, երկքաղաքացուն, որը Հայաստանում չի ապրում, հայտարարել միջազգային հետախուզում, ինձ,
Բայց ունենք ինձ արգելը մո դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ոնց ով ասեց։ Բոզի տղա Քոչարյանը։ Որպեսի սփյուռքը չմիջամտի։ Բայց փող ուզելուց միանգամից թեքվում է սփյուռք բախտու։ Հայաստան հիմնադրամ։ Ով որ նայում ես ամենաշատ փողը տվել է սփյուռքը։ Կթուկովի նման կթմեն, բայց դու իրավունք չունես մասնակցես։ Դավայ սեքիչ, դու Ամերիկա ես ապրում։ Բավարար Ամերիկա ես ապրում, ես անընդհատ թեքվում փող մուրում։ Բոզի տղա, Ռոբերտ Քոչարյան։ Աշխարհի ժամանակակից պատմության ամենալավագույն վարչապետներից մեկը այն գյուղացու դեմքով կին Գոլդա Մեիր։ Իսրայելի վարչապետը, Իսրայելի պատմության մեջ ամենահզոր վարչապետն է երևեղի այդ կինը, որ նայում են վրան, ոնց որ ընդամենը Երևան հոկտեմբերյան ավտոբուսի տոմսավաճառ լինի։ Առանց պարֆում, առանց բան, րոպե մեկ սիգարետը բենի մեջ, կոսով, սպիտակ մազերով, առանց ներքել կնինգ է եղել։ Գոլդա Մեիր 3 պետության քաղաքացի է եղել։ Սովետական միություն, Միացյալ Նահանգներ եւ Իսրայել։ Բայց դա խանգարել է, որ այդ կինը իր երկիրը ղեկավարի։ Ոչ։ Եկո խեմցես, որ դուք մի հատ մի պասպորտ ունեք, բայց երկրի մաման ծսրել եք։ Հոգով թուրք բոզի տղեկ եք։ Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ։ Ինչ բոզի տղա օրենք։ Կողեմ այդ օրենքը ես։ Դառնում էր վարչապետի ԺՊ։ Դե շատ ցանկանում են կտրությունների։ Իսկ այդ օրենքը անմիջապես կփոխվեր բանը սահմանադրությամբ, ոչինչ, թքած այդ կետի վրա են։ Իրավիճակն էսպես է, այդ օրենքը ընդունվել է ապօրինաբար։ Այդ սահմանադրությունը գրվել է եւ անցկացվել է ապօրինաբար, ոնց որ Սերժ Սարգսյանը կոստյումը կարեց իր հակով, հագցրեց Նիկոլին։ Ադետը չեմ փոխում։ Խես սահմանադրությունը անցել է, չէ։ Մենք նախագահական երկիր ենք, որոշին շինին պարլամենտական, որ երկրի մերը շինեն, շինեցին։ Ինչա ձեզ թվում է բանը 600 քանի հազար մարդ իրոք գնաց է մտել էր քվյարկել էր բանը նախագահականից երկիրը շինել բան պարլամենտական չէ նկարին ասկսրին այդ օրենքով է չէ Սերժ Սարգսյանը օրենքով մի բան արել է ինչ ուզե նկարել է ինչ ուզե արել է նույնն էլ Ռոբիկը վերջացավ Եվ միակ մարդը ով կարար կոնսենսուսի գային շուրջ բոլորը կողը, դու եիր բգո։ Ինձ օրենքը թույլ չի տալու։ Կողեմ այդ օրենքը ես։ Մենք երկիր ենք փրկել, թե օրենք ենք տրսնամ։ Դրանք էլ որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջին 5 տարում միայն Հայաստանում ապրող։ Ով ասեց այնպես բան ձեզի։ Բոզի տղեկ, այդ ինչ օրենք է։ Կամ ինչ անշանակամ, եթե մարդը Հայաստանում չի, համեցեք մի տարի առաջ տեղափոխվել Ամերիկա, կամ 2, գնաց Ամերիկա խոպա։ Չասմա դու իրավունք չունես քվեարկելու։ Խի։ Կապուտ ազնագիր չի գրեմ, ինչ տարբերություն մարդ Ամերիկայում է, Աբու Դաբիում է, հոկտեմբերանում է, թե Մոսկվայում է։ Մարդը պիտի գնա մտնի իր երկրի տարածք, որը կոչվում է դեսպանատուն կամ կոնսուլство, քվեարկի դուրս գա։ Խի, որովհետև հերացածների գերակաշիռ մասը ունեցել են ընդդիմադիր հայացներ, ասում են Քոչարյան մորը ծծցնեմ, Սերժ մորը ծծցնեմ, ասե թքե գնացել են։ Ու յան գիտեն, որ այդ մարդիկ որ գնացին մտան դեսպանատուն քվեարկելու, դեմ են քվեարկելու։ Դամար ասում չէ, եթե Հայաստանում չես քվեարկում, վերջին 5 տանում պիտի Հայաստանում։ Բոզի տղա օրենք։ Համաձայն եք 10 միլիոն հայ կա ինչի պիտի Հայաստանի ճակատագիրը որոշեն 2 միլիոնը որ դատապարտված է այդ երկրում մնալ հարց Խիսպուրքի հայը Հայաստան չի սիրը դուք թալանում եք պետությունից տեղի հայերի մասին է խոսքը այդ պետական չինովնիկների մասին է խոսքը ոչ թե տաքսիստների կամ բուժաշխատողների դուք երկիրը թալանում եք այն մարդիկ դրսից իրանց հալա զուլալ բիզնեսի Եկամուտը ղրգում են, որ Հայաստան պային, 160 միլիոն ղրգեցին, ինչ արիք, տարակողիք ձեր մոր դլոն։ Ուրա, ու հել միատ էլ, որ հարցնում ես, Հայաստան հիմնադրամի պորնիկի ծնունդ, 165 միլիոնը 70, փող են ուր, ասում է, դա ձեր գործը չի։ Դու փողը դու դավայսիկ դիր, ոնց են գործը չի։
Փոխեմ տվե չմանը մորա գնացե։ Ում դրած սիստեմնա Ռոբիկ Սերժիկ։ Չկա ուզում ես երկու քաղաքացի եղի, ուզում ես 3 քաղաքացի եղի, ունես Հայաստանի քաղաքացիություն, վերջացավ, արի մասնակցի ընտրությունների, բրծավ։ Այսպեսին պետք է օրենքը։ Այդ երկիրը խոմ ձերը չէ բոզի տղեկ։ Ռոբիկ Սերժիկ եւ այլն, դուք խի Ռոբիկը որ եկավ դարա պրեզիդենտ, օրենքով եկավ դարա, հա։ Բագրատ 98 թիվ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացիություն ունի, դաժե հայրանում չուներ։ Ով հիշում է մարտի 16-ի 98 թվականի ընտրությունները, Ռոբերտ Քոչարյանը ցուցակով ամենավերջիններ առանց հայրանունի, Քոչարյան Ռոբերտ։ Այդ սեթոյա սեթրակը հետո տրեց մի տեղից հայտնվավ։ Հայաստանի քաղաքը ասում է այդ ժամանակ ոչ մեկ Հայաստանի Հանրապետության 10 տարվա քաղաքացիություն չուներ, բայց այդ ժամանակ այդ օրենքը խեք մցրե։ Եթե Հայաստանի Հանրապետությունը 91 թվից անկախած է, դու այդ օրենքը խես գրե 10 տարվա քաղաքացիություն պիտի ունենար։ Հե՞։ Անգեր գարողներ։ Վազգենը իշխան էլ հարգում եմ, պաշտում եմ մարդուն, ոչխար, այդ բոզի տողում բերեց մցրեց, իա հետ էլ լրջում անիծեց։ Ռոբիկի Սերժիկով դրին հետ անիծին ճապուդրին գնաց։ Դե։ Ու հիմա էլ ասում են, թե Ռոբիկը հանկարծ չգա։ Այմա Ռոբիկը եկե բացել է Ռոբիկը պարլամենտում նստած է։ Ինչ չեք խոսում ժողովուրդ։ Ռոբիկը չկա, Ռոբիկը եկել է, Ռոբիկը չի գնացե։ Ռոբիկը պարլամենտ նստած է։ Մուսկուլի տղեն կասումնին հակնմա, գալի պարլամենտը նստած է։ Ու ցեմենտ բիտոնով Նիկոլյատուրը պահմա։ Ինչ է խոսում Ռոբիկը չկա։ Բանը Սերժիկը չկա, հենա վերին ընկած պարլամենտը։ Ժիվինքի զդարովինքի է։ Բայց միջև այսօր Նիկոլ Փաշինյան բալեքից ծսնեմ 3 միլիարդ, 4 միլիարդ, 5 միլիարդից եք խոսում, որ Քոչարյանը տարել, այո, տարել է։ Ուրա։ Համ խիշենքը հետ բերիք, չբերիք։ Երևանի բան պլազան դու չես ասում, այ բալամ դու Ղարաբաղի գեղերից սվիտր չունեիր հակդ։ Հիմա Երևանի պլազա ունես։ Սրբազան էլ մտնամատե հելնամա։ Էսի որտեղից այդ շենքերը այդ կվարտիրան ուրա այդ ապոլ այդ Հյուսային պողոտայի այդ միլիարդանոց մի հատ նասկին 1000 քանի դոլարա այդ խանութները քեզի որտից Ռոբիկ այդ հարցը ինչև այսօր չի տվե այսինքն ի՞նչ է նշանակում ածին խույ Նիկոլ Ռոբիկ Սերժիկ հելան կազգովի Սերժ Մերժին կուրա Սերժը Եվրոպայա ֆռալու ադեթե չդադվավ Ատենց է Սերժ Սարգսյանը չդատվավ, ոչ մի հանրապետական չդատվավ, մի հատ Աշոտյան են բռնել, գցել են բրծը ծնում են, ու պիտոմ Աշոտյանն էլ անցնում են նույն գործով, ինչ որ Իշխան Զաքարյանը, այս պոռնիկի ծնունդը, այն որ Իշխան Զաքարյանը թալն է, խերասոտի Աշոտյան, եթե հետ կա թալնել է, բայց Իշխան Զաքարյանը խնդրեմ, պարլամենտը մանստած, Աշոտյանը բերտը փդմա։ Բագրատ ջան, հիմա սրբազան մարդ ես, ես քո տեղն ելնեի, մի ցելի մի ժամ տրամադրել եմ քեզ, կզանգեի հիմա, այս հեռախոսի վրա, կասեի Վարդան Ղուկասյան, հələ մի հատ արի եթերով խոսանք, արի թող ժողովուրդն էլ մեզ լսի։ Այդ իստեյով ամենակ 6000, որ մտել են մեջը նայում են։ Ահագին մարդը մեջը չի էլ մտե, պրոստը կողից նայում է, չմտնի որ բան ֆիքսվի։ Գումանած օնլայն գնամա Տելեգրամով, YouTube-ով, բանով, այսինքն ամեն Վարդան Ղուկասյանի մի եթերը 25000, 30000 մարդ հանգիստ նայում է օնլայն։ Քո հրապարակի չափ, երեկվա քո հրապարակի չափ, վաղվա քո հրապարակի կրկնակի չափ, մյուս օրվա վաբշե քարակի երակի չափ։ Բայց զանգի մենք եթերով հարց ու պատասխան անենք, Բագրատ Սրբազան։ Ինչի՞ չես զանգում։ Ես մերակես զանգելով, ասում ես կագեբեն մեզ կլսի, բայց զանգի եթերով խոսանք, թո աբազներ կողոս նստածը լսի մեզի։ Հարց ու պատասխան։ Ընդամենը մի հատ հարց, ինչի 50-60 հազարանոց մարդկանց ճամփիր տներով։ Եվ ինչա լինելու ձեր հետագա գործողությունները։
Հիմա դուք ինչ գործողություն եք ուզում եք արեք, մի արեք, խերես անեք, ամսի 15-ին մայիսի, ժամը 17:00-ին ես եմ ժողովրդին հրավիրում Հանրապետության հրապարակ։ Ինչքան, բայց միայն ռադիկալ տրամադրված մարդկանց։ Կգա 50,000 մարդ, իշխանապողությունը խոստանում են, շատ արագ, չի գա, ուրեմն, ես ասեցի, ինչ ասեմ, ուրեմն շարունակեք մենք դնել, մեզի դնենք գժիտեղ, գնանք պատարակ լսենք, հայր մեր, հիմնը, մեզ միացել է Նազենի Հովանիսյանը, Նազենի Հովանիսյանը ում հետ ասես միացավ, կաթողիկոսի հետ միացավ, Ստրեչյապերի հետ միացավ, ինչ էր, Միշիկի հետ միացավ ու անջատվավ ու միացավ, հետո մի հատ էլ մեր հետ միանա, ինչ էլ որ, Բագրատ։ Ամենահավոր բանն է, երբ մարդը խաբվում է, որի բան է, և հասարակությունը սա չի ներում, պարոն Սրբազան, հասարակությունը չի ներում, ճիշտ է ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց երբ որ գալիս է պահը, գոյություն ունի ինտերնետ, ինտերնետում ամեն ինչ պահվում է, գտնում են, հանում են, դնում են, գտնում են, հանում են, դնում են։ Մարդիկ են ասում են, խի Արմեն Սարգսյանը նախագահ էր, որ բան էր, ամեն ինչա, երկհաղաքացի չէր, որ եկավ դարավ, նախագահ դարավ։ Իսկ ինչ վերաբերվում է նիկոլական ֆեյքերին, այդ բոզի տղեկին, ստեղինց դաժե ուղարկել են, ով է դրանց պոակի տնօրենը, ուր է սագարկեն։ Սա Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի պոակի տնօրենն է, էս ագարկեն, պրաշոլուբից է ժալավեց։ Երեկ ինձ ուղարկել են, ասում են, սա է նստած ֆեյքերի, Շոխ Մովսիսյան, ահա էս ագարկեն։ Խնդրեմ։ Այստեղ նիկոլական, որ բաներ մարդիկ աղբի տղենք, որոնք որ գրում են, այս ագարկի հիմնարկն է։ Չախոյանը Չախոյան, կողեմ Չախոյան, ես Չախոյանին առանձին եմ ծծցնելու, մի րոպե սրա բանը դնեմ լուսանկարը, բոզի աղջիկ պոակի ֆեյք։ Թող մեր ինչ է սրան ազգավորնում, մի րոպե։ Պոակի ֆեյքերի կառավարիչն է Շոխ Մովսիսյան։ Այսինքն թուրքերը շռեն այդ շամպայնի բաժակի մեջ, Շոխ Մովսիսյան, քո նման ագարկեն էլ խմի։ Դրից։ Մտեք նայեք։ Շոխ Մովսիսյան։ Սա է ուզում ասեի ձեզ, պարոն Բագրատ Սրբազան և սիրելի ժողովուրդ, իրոք ուզում եմ, որ այս շարժումը շարունակվի, անկախ նրանից ռոբիկականներն են, սերժականներն են, որ ասում են կգան, նրանք չեն էլ գնացել, որ գան։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ որոշվում է քվեախցիկում։ Ես հասկանում եմ, դուք ծանր եք տանում իշխանի Երևալը, Արման Թաթոյանի Երևալը, Սիրուշի Երևալը, թե ինչ գործ ունես խալխի մարդու հետ, Սիրուշ, գնա մտնում ես մոտը քչի, նոր երգ եք երևի գրում, Բագրատ, Սիրուշի հետ կապ չունի, եկեք նորից հավաքվենք ծերի ժողովուրդ, Հանրապետության հրապարակ, վերջին անգամ, և տենանք ինչ ասում Բագրատ Սրբազանը, եթե վաղը Բագրատ Սրբազանը նորից իա պատարակներով, հայրմերով, լուլի-բուլիով արեց, ուրեմն ամսի 15-ին ժամը 5-ին, ես սպասում եմ ձեզ Հանրապետության հրապարակում, և եթե կգա այն մասսան, որը որ պիտի գա, ես խոստանում եմ ձեզ հեղաշրջում, հեղափոխություն։ Եթե չէ, ուրեմն շարունակենք տապակվել մեր յուղի մեջ, երկիրը մաս տալով, մինչև տնանք ունենք հասնում։ Այս քանը, շնորհակալություն։